Դատական համակարգ գոյություն չունի Ադրբեջանում, մեր մասով կոնկրետ ես մեր մասով եմ ասում, որին ականատես եմ եղել ու որը իմ վրա է ազդել։ Չկա։ Ես այնտեղ դատվել եմ որպես հայ, թշնամի, որի իրավունքները ընդհանրապես չի պաշտպանվել, ընդհանրապես։ Հիմա եթե Ադրբեջանը խոսում է հաշտությունից, ուրեմն հաշտությունը չի կարա լինի, որ օրինակ եմ բերում, եթե իմ երեխուն մեկը վերցնի տանի գերի, պատանդ ու հաշտության ձեռք մեկնի ինձ, ես չեմ կարա իր այդ հաշտվեմ, քանի դեռ իմ երեխեն չի եկե իմ մոտ։ Քանի դեռ կա վրեժխնդրության գործիք, չեմ կարա ես հավատամ, որ հաշտություն են ուզում մարդիկ։ Ես չեմ կարա դրան հավատամ։ Ես գիրք գրեցի, բանտում նստած գիրք եմ գրել։ Այդ գիրքը Կարմիր խաչի միջոցով փորձեցի փոխանցել Հայաստան։ Կարմիր խաչը ասաց, որ պետքա իրենց Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությանը տանք, որպեսզի ստուգեն, հետո նոր ուղարկեն, թույլ տան ուղարկելու։ Ես տվեցի ու գիրքս հետ չտվեցին։ Բայց էլի եմ գրելու, ես իրենց ասի, եթե չտակի էլ, այդ ամենը էստեղ դուրս չի գալու այնտեղից։ Ես էլի գրելու եմ այդ գիրքը, ես ավարտելու եմ այդ գիրքը։ Ոչ միայն այդ գիրքը, նաև ֆիլմը նկարվելու, կյանքի ու մահվան խաչմերուկ վերնագրով։